2026 թվականի հունիսի 7-ի խորհրդանական ընտրությունների քարոզարշավը մեկնարկած է եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը քարոզարշավը սկսելու է Սյունիքի մարզից։ Ուրախ ավտոբուսում է Նիկոլ Փաշինյանն ազդարարում քարոզարշավի մեկնարկը։ Սյունիք է ուղևորվում նոր վերնաշապիկով 16 թիվն ու ԿՊ-ին հարազատ սրտի կկրծքին։ Տրամադրությունը 16 տարեկանին համապատասխան։ Եվ այսպես 16 Տեր կանգնիր խաղաղությանը, կոչ են անում այս մարդիկ։ Հայաստան դաշինքի վարչապետի թեկնածուն է Արցախի հանրապետության առաջին նախագահ, Հայաստանի հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան։ Պահն է միավորվելու եւ տեր կանգնելու մեր վաղվա օրվան։ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած ուժը քարոզարշավը սկսելու է Հայաստանի հոգևոր մայրաքաղաքից։ Միասին մենք կարող ենք։ Այսօր ժամը 18-ին Էջմիածնի անմար կրակի հրապարակում են հավաքվելու Հայաստան դաշինքի անդամները։ Մեկնարկում է քարոզարշավը եւ այն մենք սկսելու ենք Հայաստանի հոգևոր մայրաքաղաք Էջմիածնից։ Ուրեմն կհանդիպենք ժամը 18:00-ին Էջմիածնի անմար կրակի հրապարակում։ Մենք գնում ենք բացարձակ հաղթանակի եւ վստահ ենք դրա մեջ։ Փոփոխությունների ամիսը սկսվում է հիմա, ասում է Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժեղ Հայաստան դաշինքը։ Քարոզարշավի մեկնարկը տրվում է ազգային ժողովի դիմաց մամուլի ասուլիսով։ Մարդիկ պետք է իրենց տանը, իրենց գրպանի վրա, իրենց երեխաների կյանքի որակի վրա տարբերությունը զգան։ Սա պետք է մենք բերենք։ Ուժեղ Հայաստանը օրն ավարտելու է հաղթանակ զբոսայգում հանրահավաքով։ Երաշխավորված խաղաղություն, Բարգավաճ Հայաստան։ Քարոզարշավը Աբովյանից է սկսելու Բարգավաճ Հայաստան կուսակցությունը։ Առաջնորդ Գագիկ Ծառուկյանը այսօր թիմակիցների հետ է հանդիպելու։ Արման Թաթոյանի գլխավորած Միասնության թևեր կուսակցությունը Իջևանի Գոշավանք վանական համալիրից է սկսելու քարոզարշավը։ Թաթոյանը քվեաթերթիկում 6-րդն է։ Լուսավոր Հայաստան կուսակցությունը քարոզարշավը սկսում է Երասխից, քվեաթերթիկում վերջինը, 19-րդն է Էդմոն Մարուքյանի առաջնորդած ուժը։ Քաղաքական խոսք եմ ցանկանում ասել։ Քարոզարշավի առաջին օրը ռեֆորմիստների կուսակցությունը ներկայացրել է իր նախընտրական ծրագիրը, քվեաթերթիկում առաջինն են ռեֆորմիստները։ Ժամանակն է փոխվել տեղերով, այսօր Facebook-ում գրել է Նորուժ կուսակցության առաջին համար Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։ Տեսանյութում երևում է, որ նա քարոզարշավը սկսում է հեծանիվով։ Լիլիթ Խալատյան, Արաքել Օհանյան, Անի Ղանդիլյան, Այլուր։